Պատրաստում ենք մաչա, այսինքն iced matcha latte։ Ես կլասիկ տարբերակով մաքուր մաչա չեմ խմում, հա, այդ ուժուսա տարբերակով չեմ կարողանում խմել, միայն մաչա latte ու iced տարբերակով տաքել չեմ սիրում։ Հետևաբար պատրաստում ենք այդ տարբերակը, վերջապես այսօր էտորնա ոնց խոստացել էի, պատրաստում ենք։ Ուրեմն, համեղ մաչա պատրաստելու համար ինչ է պետք։ Պետք է ամենաառաջինը լավ որակյալ մաչա։ Ուրեմն, եթե կարող եք հնարավորության դեպքում ընտրեք անպայման ցերեմոնիալ մաչա, որովհետև ինքը ամենալավն է, ինքը չի ունենա դառնություն ու լավ որակի, լավ ֆիրմայի, հա, վերցեք, եթե կարող եք նույնիսկ բիո, օրգանիկ։ Ինչ ենք անում։ Ես իմ մաչան դատարկել եմ նման գեղեցիկ ամանիկի մեջ, ասեք որ սիրուն է։ Ու ամենակարևորը, մաչան պահում ենք սառնարանում։ Սա շատ կարևոր ինֆորմացիա է։ Անպայման պետք է պահել սառնարանում, եթե չենք ուզում իր գույնը եւ որակը փոխվի, այնպես որ իմ մաչան սառնարանից է։ Ինչպես գիտեք, ես արդեն քնել եմ իմ մաչայի այս հավաքածուն, այնպես որ սրանով էլ պատրաստելու ենք։ Ամենակարևոր հանգամանք եւս, որ ձեր այս խոզանակը մաչայի պարտադիր 1-2 րոպե առաջ դնում եք եռման ջրի մեջ։ Ինչու համար, որպեսզի ինքը շուտ չվնասվի, չկոտրվի եւ երկար ձեզ ծառայի։ Հիմա ես յան հանեցի տաք ջրի մեջ, ինքն արդեն պատրաստ է օգտագործվելու համար։ Սկսեցինք։ Անպայման ես մաչան մաղով անցկացնում եմ, որպեսզի գնդիկներ չլինեն, ինչքան էլ որ այս խոզանակը լավ իրան տրորում է, ու ես պատրաստում եմ մաչան բուսական կաթով, տվյալ դեպքում սոյայի կաթ է օրգանիկ, դուք ընտրեք որը որ դուք սիրում եք, բայց աշխատեք որ գոնե օրգանիկ լինի, հա, բիո լինի, որպեսզի լավը լինի ըստ ձեր ցանկության։ Իմը տվյալ դեպքում սոյայի, ես սիրում եմ կամ սոյայով կամ կոկոսի կաթով։ Ավելացնում եմ ծառիցը։ 200 գրամ սոյայի կաթ։ 5 գրամ թխու սիրոպ, դուք լցրեք ցանկացած քաղցրացնող, չեք ուզում կարող եք չլցնել, այստեղ արդեն ձեր ցանկության, կարող եք վանիլային սիրոպ լցնել, ես լցնում եմ 5 գրամ թխու սիրոպ, որովհետև շատ քաղցր չեմ սիրում։ Անցանք արդեն մեր մաչային։ Իդեպ մաչան պետք է շատ լավ կանաչ գույն լինի, եթե այն շատ կանաչ չէ, ուրեմն լավ որակի չէ։ Իմը նայեք լավ կանաչ է, ուղղակի հիմա լույսը լավ չի գնում, բաց է երևում, բայց ինքը բավականին կանաչ է։ Հիմա ավելացնում ենք 30 գրամ 70-ից 80 աստիճան տաքության ջուր։ Ես կլցնեմ աչքա չափով։ Շատ կարևոր է, պետք է մոտավորապես 1 րոպե լավ ինտենսիվ հարել։ Գնաց։ Ուրեմն ինքը պետք է լավ փրփրի, եթե այսպես լավ փրփրում է, ուրեմն ինքը որակյալ մաչա է, ինչ լավ է ստացվել։ Ահա։ Հիմա ավելացնում ենք մեր կաթին։ Ես լցրել էի 4 գրամ մաչա 200 մլ կաթին եւ բավականին շատ սառույց եմ լցրել։ Ես այսպես եմ սիրում։ Եթե դուք շատ չեք սիրում, կարող եք ավելի քիչ ավելացնել։ Ստեղ արդեն ձեր ճաշակով։ Հա եւ իմ մաչան պատրաստել է, ինչ ես գնամ վայելելու։ Դուք էլ փորձեք ու հետո կասեք հավանել եք թե չէ։ Ու եթե շատ ուզեք, կարող եք շատ տարբեր տարբերակներ միասին պատրաստել։ Այնքան մեծ հնարավորություններ կա մաչա պատրաստելու մեկ-մեկից համով, այնպես որ ակտիվ եղեք ու ինձ ասեք, պատրաստային թե ոչ։ Մաչիկներ